Արմդուր լրատվականին հայտնի է դարձել, թե Ախուրյանում 55-ամյա կնոջը կոնկրետ որ գրառման համար են կալանավորել։ Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ կալանավորված կինը Ախուրյանի բնակիչ Անի Պիրճոյանն է, որը Ախուրյանում ապրում է քրոջ հետ, վերջինս ունի մեկ դուստր, որը ամուսնացած է։ Ավելին, Արմդուր լրատվականի ձեռքում է հայտնվել նաև այն գրառումը, որի համար 55-ամյա կնոջը տարել են կալանքի։ Սակայն դեպքը տարօրինակ չէր լինի, եթե մինչ ձերբակալվելը կինը նախապես անձամբ դիմաց չլիներ ոստիկաններին եւ պարզեր, թե ով է իր անունով ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվ բացել, իսկ երբ նորից է գնացել ոստիկանություն պարզելու, թե ինչ ընթացք է ստացել իր ներկայացրած հաղորդումը, ձերբակալվել է, իսկ ավելի ուշ կալանավորվել։ Փաստաբան Արտակ Մովսիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կալանավորված 55-ամյա կինը Անի Պիրճոյանն է, սակայն ներքին նամակագրության բովանդակությանը անդրադառնալ չցանկացավ։ Մանրամասները հեռախոսազրույցում։ Ըստ էության, այդ ուղղությամբ կամ աշխատանք չի կատարվել կամ մեզ հայտնի չէ կողմել դրա վերաբերյալ, եւ հենց փաստն այն է, որ Անի Պիրճոյանը փորձել է մի քանի անգամ իր հաղորդման վերաբերյալ ձեռնարկվելիք գործողությունների կամ արդեն իսկ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն ստանալ, այցելել է ոստիկանություն եւ փետրվարի 18-ին հենց այդտեղ էլ ձերբակալել են իրեն։ Այսինքն ինքը իր հաղորդման հետքերով է գնացել, ինչի հետևանքով իրեն ձերբակալել են այդ օրը։ Կհայտնեք, թե կոնկրետ որ գրառման համար են իրեն, ես ուսումնասիրել եմ Անի Պիրճոյանի Facebook-յան էջը, բայց կասեք կոնկրետ որ գրառման համար է հիմքում, քրեական գործի հիմքում, որ փաստն է դրվել, ինչի արդյունքում իրեն տարել են կալանքի, որովհետև իմ ձեռքում կա հայտնված մի փաստ, ներքին նամակագրություն, որտեղ ըստ էության ներքին նամակագրության մեջ նա մեկ այլ անձի սպառնալիքներ է հնչեցնում։ Ես գրառման բովանդակությունը չեմ բարձրաձայնի, Այո։ Միայն կնշեմ, որ այո ճիշտ է, դա մասնավոր նամակագրություն է, որը վերագրվում է Անի Պիրճոյանին, բայց քրեական վարույթով որևէ հիմնավորում չկա, որ դա կատարվել է իր կողմից։ Անի Պիրճոյանը ինչ է նշում է, որ իր անունով, իր էջի նման էջով դա կեղծ սարքվել է, պատրաստվել է եւ շրջանառության մեջ է դրվել ինչ որ անձի կողմից եւ հաստատ ոչ իր կողմից։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ դա կարող էր ենթադրաբար կատարված լինել իմ վստահորդի կողմից, ինչպես դուք էլ տեսել եք, դա մասնավոր նամակագրություն է, որը հրապարակային բնույթ չի կրել, հասարակության կողմից ընկալելի եղանակով չի տարածվել, հետևաբար դա չէր կարող դիտվել որպես բռնություն գործադրելու հրապարակային կոչ։ Իսկ թե հետագայում ով է անբարեխիղճ գտնվել եւ դա համացանցում տարածել է, դա հարցի մեկ այլ կողմ է։ Պարզել եք արդյոք դուք ով է իր դեմ հաղորդում ներկայացած անձը կամ այդ նամակագրությունը, ներքին նամակագրությունը հանրայնացնող անձը։ Մենք համենայն դեպս գիտենք ով է, մենք դա բարոյական մարմնին հայտնել ենք, բայց ցավոք սրտի այդ փաստարկները քննիչի կողմից ընդունելի չեն եղել այս պահին, գտել են, որ դա հենց իմ վստահորդի գործողությունների արդյունքում է եղել։ Այսինքն տվյալ անձնավորությունը ձեզ հայտնի է, ով է ըստ էության դիմել իրավապահներին, այդ ներքին իրականացնող մարմնին է հայտնի։ Բայց անձը ազատության մեջ է, դուք նման տեղեկություն եք, տվյալ անձը, որը ըստ էության կեղծ էջ են բացել իր անունով եւ այդ կեղծ էջով են այսպիսի գրառումներ կատարել, այդ անձը ազատության մեջ է, հաղորդում տված անձը ազատության մեջ է։ Տեղեկություններով այո։ Իր մասով գործողությունը բացառապես ուղղված է եղել Անի Պիրճոյանի ազատությունից զրկելու, նրան մեկուսացնելու եւ այլ ուղղությամբ մեր կարծիքով քննություն չի կատարվել եւ այս պայմաններ չի կատարվում։ Ներողություն, այն, որ ես ձեզ ներկայացրեցի, այն ներքին նամակագրությունը, բացառապես դա է քրեական գործի հիմքում դրված։ Այդտեղ ոչ Նիկոլ Փաշինյանի անունը կա, ուղղակի գրված է Նիկոլ, դա կարող է մեկ այլ Նիկոլի մասին է խոսքը։ Այո, ներքին նամակագրություն, որը ենթադրվում է, որ ով կատարել է դա, ուղղել է կոնկրետ անձի, այսինքն կոնկրետ անձի հետ նամակագրության մեջ է եղել եւ դրա նպատակը չի եղել հանրային դաշտում դա ցույց տալ եւ ազդել այլ անձանց կամքի վրա բռնություն գործադրելու կոչերի տեսքով։ Ես կարծում եմ, վարույթ իրականացնող մարմինը այստեղ գործել է կաշկանդված, պայմանավորված երկրի վարչապետի անվան եւ նրա ընտանիքի անդամների անվան հետ եւ այդ կաշկանդվածությունը ստիպել է նրանց
քրեական դատավարության ողջ գործիքակազմը օգտագործել 55-ամյա կնոջ նկատմամբ։ Ես եւս մեկ անգամ Պամովսիսյան ուղղակի հստակեցնեմ, փաստացի Անի Պիրճոյանը իր նախկինում արված հրապարակային գրության մասով, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ, կոնկրետ կա քաղաքացի, որը կեղծ էջ է բացել եւ այդ կեղծ էջով, այդ թվում նաեւ իր անունով է կեղծ էջ բացել եւ գրառումներ է կատարում, խնդրում եմ կոնկրետ գործընթաց իրականացեք իրավապահ մարմիններ այդ անձի նկատմամբ, գնացել է իր հաղորդման հետքերով ոստիկանություն, որտեղ հակառակ պատկերն է եղել, իրեն են ձերբակալել։ Այո, որպեսզի ավելի հստակ լինի, ես մի փոքր մանրամասն նշեմ, որ երբ ինքը ցանկացել է եւս մեկ անգամ հաղորդում ներկայացնել, քանի որ առաջին հաղորդումը հազանգի տեսքով է եղել, զանգել է 102։ Այո։ Ցանկացել է անձամբ իր ձեռքով գրել այդ հաղորդումը, ոստիկանության բաժնում նախ չեն ցանկացել այդ հաղորդումը ընդունել, ասել են գնա տուն, երբ անձը տաքսի է կանչել, որ տուն գնա, այդ ժամանակ հետ են կանչել, ասել են պետի տեղակալը ձեր հետ խոսելու բան ունի, եւ այդ այդ սկսած փաստացի անազատության մեջ է հայտնվել, ձերբակալվել։ Դա որ բաժնում է եղել, հենց Ախուրյանի ոստիկանության բաժնում։ Այո, Ախուրյանի։ Կինը կալանավորված է այս պահին, ձեզ հայտնի է անձը, որ ըստ էության իր դեմ հաղորդում է ներկայացել եւ այդ ներքին նամակագրությունը հանրայնացրել։ Դուք նաեւ դեմ հաղորդում ներկայացնելու փաստ մենք չունենք։ Մենք ունենք վարույթ նախաձեռնելու մասին որոշում, արձանագրություն եւ քրեական հետապնդում հարցերու մասին որոշում, որտեղ հստակ չի երևում, որ ինչ որ անձի հաղորդման հիման վրա է այդ վարույթը նախաձեռնվել։ Չկա անձը, բայց դուք ներքին կարգով գիտեք ըստ էության դա ով է արել։ Այո, մենք գիտենք եւ մենք նաեւ նախաքննական մարմին ենք հայտնել, որ կոնկրետ անձ կա, ով այդ ամեն ինչը անում է, խնդրում ենք այդ ուղղությամբ քննություն կատարել, բայց համոզված եմ, որ այդ ուղղությամբ քննություն չի կատարվում եւ հետագայում օրենսդրական մարմինը խուսափելու է այդ քննությունից, այն տրամաբանությամբ, որ դա ուղղակի հերքելու է ինքնստահորդին ներկայացված մեղադրանքը։ Անի Պիրճոյանը տևական ժամանակ է մեր ձևովի անդամ կամ անդամ է հանդիսանում իր Facebook-յան էջը ուսումնասիրել, դուք տեղակ եք, պարոն Մովսիսյան, որտեղ նկատես ասած ժամանակի առումով չեմ կարող հստակ բան ասել, բայց այն որ դա հրապարակային արտահայտել է, ցույց է տվել նաև իր սոցիալական կայքերում, դա ակնհայտ է։ Տեսեք, խնդիրն այն է, որ եթե նույնիսկ ապացուցելի լիներ դա եւ հիմնավորվեր, որ կոնկրետ այս կինն է կատարել, այստեղ ամենակարևոր եւ երկրորդ հարցն է առաջանում, քանի որ այն հանցագազմերը, որ իրեն վերագրվել են, դրանք ենթադրում են գործողությունների հրապարակայնություն։ Եթե երկու անձինք իրար մեջ ինչ-որ խոսակցություն են ունենում, դա կլինի նամակագրության տեսքով, թե անձնական զորույցի տեսքով, դա չի կարող դիտվել որպես հրապարակային կոչ, այն էլ բռնության կոչ։ Խնդիրը հենց այստեղ է, որ իրավապահ մարմինները չեն ցանկանում այդ ուղղությամբ աշխատանք կատարել եւ հասկանալ, որ անձին մեղադրում են մի բանի մեջ, որն ի սկզբանե հանցակազմ իր մեջ չի պարունակում։